Ուրեմն հարցը թե ազգային ինքնության մասին հարցը այսօր ակտուալ է, թե ոչ, այդպես միանշանակ հնարավոր չի պատասխանել, որովհետև կախված է նրանից, թե ում համար, ինչ դիտանկյունից, օրինակ գիտական հետազոտության համար միշտ էլ կարող է ակտուալ լինել, այդ դրա հրատապությունը ուրիշ գիտական կոնտեքստով է որոշվում, բայց կարծում եմ, որ այս հարցը այդ իմաստով չի տրված, խոսքը գիտական հետազոտության մասին չի, այլ այսօրվա մեր իրավիճակի, ինչը նշանակում է, որ խոսքը պատերազմից հետոյի մասին է, պարտությունից հետոյի, Արցախի կորստից հետոյի մասին է եւ այն պայմանների, որ իշխանությունը փորձում է կիրառել որոշ մեթոդներ, օրինակ հիշողության քաղաքականությունը կամ պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու պրակտիկան, դրանք տարածված բաներ են իդեպ պատմության ընթացքում հաճախ եղել են եւ այդ փորձը նրա համար է, որպեսզի քննադատության թիրախը հեռացվի իրենից եւ ստեղծվի նոր ինքնություն, այսպես կոչված նոր ազգային ինքնություն, հայի նոր ինքնություն, որի ձևակերպմանն են լծված կրթական հաստատություններ, մեդիաներ եւ այլն։ Ուրեմն այս պարագայում խոսքը սրա մասին ակտուալ է թե չէ, շատերի համար ակտուալ կլինի որպես արագ արձագանք, բայց ընդհանրապես պետության իշխանության մանիպուլյացիաների դեմ այդ քայլերը ինքնության վերաձևակերպման քայլերը լինում են, ստեղծում են մի տեսակ տակտիկական ինքնություն, որը սիտուատիվ, իրավիճակային է ստեղծվել, որպես այդ պայի ճնշման դեմ հակազդելու գործիք։ Դա արագ գործիք է, դա պայքարի գործիք է, իր իմաստն է, որ արդյունավետ լինի, բայց ինքը խորքային ձևակերպում ինքնության հարցին չի կարող տալ, այնպես որ այդ առումով Եթե խորքայինը նկատի ունենք, ոչ, ակտուալ չի։ Երբ ցանկացած ինքնության մասին հարց է լինում, միշտ հիշում եմ 1008-ի հետ կապված մի փոքր ասույթ առա կա, որ 1008-ին հարցում են քայլելուց որ ոտք տես առաջ գցում, ուզում է հասկանալ, մտածում է, շշկլվում է ու չի կարող քայլել։ Իհարկե ճիշտ համեմատություն չի, որտեղ խոսքը բնության մասին չի, այլ քաղաքական մշակութային կոնստրուկտների մասին, ազգային ինքնություն այդպեսին է, ճիշտ ինչպես լիքը ուրիշ բաներ, օրինակ մարդ, անհատականություն, դրանք նույնպես կոնստրուկտներ են, օրինակ ընտանիք, օրինակ իշխանություն, օրինակ սեռ, այդ բոլորը մշակութային քաղաքական կոնստրուկցիաներ են այդպիսի եւ այդպիսին է նաեւ ազգային ինքնությունը եւ կուզենայի որ այդ ձևակերպման մեջ նախ ավելի երկարատև եւ խորքային ձևակերպման հնարավորություն լինի, եթե անհրաժեշտ է եւ այդ ձևակերպելուց հաշվի առնի մեր ազգային յուրահատկությունները, որոնցից թիվ մեկն է սփռվածությունը, սփյուռքացումը, որը դարերից գալիս է եւ էլի շարունակվում է մինչեւ այսօր եւ այդ նշանակում է որ պետք է լինի մի տեսակ հիբրիդային ինքնություն, ոչ էսենցիալիստական, այսինքն էություն չի ձևակերպվում, բազմաշերտա, բազմատարատա, բազմամշակութային նույնիսկ եւ խաչմերուկային, այսինքն նկատի չունենանք միայն մեկ հատկանիշ ազգություն, այլ նկատի ունենանք այդ ամբողջ կոմպլեքս ինքնութենական հատկանիշները։ Ինքնության հարցը հետ պատերազմյան ժամանակաշրջանում շատ բարդ հարց է, որովհետեւ խոսքը տրավմայի մասին է եւ այդ տրավման արդյոք ոնց ինքնության մաս պետք է դառնա, դա արագ լուծվող հարց չի, ոչ կարելի է հրաժարվել տրավմայից, որտեղ կեղծիք կլինի դա, ոչ էլ դարձնել առանցքային ինքնություն ձևակերպելիս։ Ուրեմն պետք է այնպես լինի, որ ինքը կենտրոնացված առանցքայինը չլինի, բայց թե ինչպես դա ժամանակը պետք է ցույց տա, նայած մենք ոնց կհաղթարենք այս տրավման։ Ազգային ինքնության ձևակերպման, կերպափոխման մասին հարցը ինձ թվում է ուղիղ կապված է այդ պատկերացումների հետ, որ ունեն հայ մտավորականները ավանդական ազգային ինքնության մասին, դա մի քիչ հստակ ձևակերպում չի, բայց ենթադրում եմ, որ խոսքը այդ կարգին հաղորդման մեջ որ ասում է դու ուրիշ հերոս չգիտես Վարդան Մամիկոնյանից բացի, այդ տիպի հարցի է վերաբերում։ Ես անձամբ շատ չեմ տեսել այդպիսի մարդիկ, գուցե կենացներ ասելուց կամ որոշակի պայմաններում հանդիպեմ, բայց ընդհանրապես ավելի շատ հանդիպում է ինքնախարազանման, ձախկման, ինքնառասայական հայացքով ինքն իր հանդեպ, այսինքն ինքն իրեն քննադատելու որպես ազգ, հայերը սենց են, հայերը նենց են, բայց մտավորական, պայմանական ասած մտավորականներին ձեռք է տալիս, որպեսզի ինչքան հնարավոր է քյարթուացնել, սա հայտնի բան է, երրորդ աշխարհի Իրանում էլ ասում են այդ բանը, անդադ քյարթուացնես ավանդական հետամնաց վերագրես, որպեսզի դու գաս պրկես որոշակի դրամաշնորհներով։ Պարզ չի, ուսումնասիրված չի, թե ոնց են պատկերացնում, հենց որ դա ուսումնասիրենք, կերպափոխման ձևերն էլ կգտնենք։ Բարև ձեզ, այսօր մեր զրուցակիցն է Տիկին Վիոլետ Գրիգորյանը, մեր հայտնի բանաստեղծուհին եւ նաեւ փաստորեն հրապարակախոսը։ Վիոլետ, շնորհակալություն նրա համար, որ դուք համաձայնեցիք այս քննարկմանը մասնակցելու։ Ես ելնում եմ նրանից, որ դուք արդեն իսկ մի փոքրիկ ինքնաներկայացում արել եք
եւ մեր հիմնական թեման, որը վերաբերում է ազգային ինքնության իմաստավորման եւ այսօրվա վիճակին, արդեն իսկ ձեր կողմից արտացվել է։ Դրա համար ես ուզում եմ հարցերը կառուցեմ այն բաների վրա, ինչ որ դուք ասել եք։ Առաջին խնդիրը, որը ինձ համար շատ կարևոր էր, այն էր, որ դուք տարբերակեցիք ինքնության, այսպես ասեմ, պրակտիկական եւ ավելի հեռավար ձևերը։ Առաջինը կապելով նրա հետ, որ կա իշխանության նախագիծ, որը արմատապես խնդիր ունի փոխելու ինքնությունը, ավանդական ինքնությունը, եւ կարծես թե ուրեմն այդ նախագծի դեմ ուղղված քայլերը ստեղծում են պրակտիկական ինքնություն, այսինքն դուք կարծես թե պաշտպանում եք եղածը եւ դրա համար ինքնության հարցը դառնում է շատ կարեւոր այս առումով։ Այնինչ խորքային իմաստով ինքնությունը կարծես թե տարալուծված է օդում։ Այ դուք վերեցիք այդ հետաքրքիր օրինակը կապված 1000 օդնիկի հետ, որը չի հիշում, թե որ քայլը ոնց է անում, այդ կապակցությամբ գիտեք ինչ հիշեցի, մի այսպեսի պատմություն կա, ասում են Էդմոն Քյոսայանը, որը լավ ռեժիսոր էր, բայց թե Հայաստանում չէր ապրում, գիտեք, մի օր հարցնում է Հենրիկ Մալյանին, թե այդ ոնց է անում, որ այդպես ազգային ֆիլմեր է սա։ Նա ասում է, դե ես ասում եմ, ուղղակի կինո եմ անում, Իրան ազգային է գալիս։ Այսինքն այդ Իրան լինելն է, էլի սա։ Այստեղ ավելի խորքային բան կա, բայց ամբողջ խնդիրը այն է, որ այս հարցը նաև այն պատճառով ինչ շատ դուր եկավ, որ ես ինքս ուզում էի ձեզ ուղղել մի հարց, զուգահեռ հարց։ Այ երբ որ մեզ պարտադրվում են հասարակության մեջ որոշակի դիսկուրսներ, որոշակի խոսույթներ, մենք կարող է դրա հետ չհամաձայնել։ Բայց մենք սկսում ենք վիճել այդ նույն խոսույթի շրջանակներում։ Եվ այդ դեպքում դուրս է գալիս, որ ուզում ես մերժի, ուզում ես ընդունի, նույն բանի մեջ ես գտնվում։ Ինչպես է պետք անել, որպեսզի մենք դրանից դուրս պրծնենք, որպեսզի մենք ուրիշ բանից խոսենք, այն բանից, որը շատ ավելի կարևոր ենք համարում, եւ ոչ թե մնանք միայն այդ վիճաբանության մակարդակի վրա, որտեղ լեզվական առումով եւ մտածողության առումով կառույցները չեն փոխվում։ Սա է հարցը։ Բարդ հարցը, բայց մի հատ օրինակ ես էլ հիշեցի, Ֆեդերիկո Ֆելինին հարցնում են Ջոյս կարդացել ես, ասում է չէ, բայց գիտեմ, օդում կա։ Բաներ կան, որ իսկապես այդ ժամանակի շնչի մեջ այդ տարալուծված վրասմեկ կան եւ գուցե, այսինքն միայն ռացիոնալացնել, արձանագրելով չի, որ տարբեր զգայական բաներով ենք ընկալում, այդ օրինակը։ Իսկ ինչ վերաբերում է, այո, շատ կարևոր է, որ ինձ համար ամենասովետական մարդիկ, այն մարդիկ են, որ դիսիդենտական խոսույթն են պահպանում մինչև հիմա սովետի դեմ պայքարելու, այսինքն դրանից ավելի շատ սովետ բառ պահելու վարքագիծ չեմ պատկերացնում։ Եվ այո, դու վերածվում ես, վիշապինը սպանում ես, վերածվում ես եւ այլն, այդ ամբողջ բանը հասկանալի է։ Կարող եմ ասել, որ դիմադիր տրամադրությամբ շատ մարդիկ ցանցերում խոսելուց միշտ ասում են, այս իշխանության օրակարգերը, ինչ որ հրապարակվում է եւ այլն, ընդհանրապես մի խոսեք դրանցից, որպեսի, այսինքն չմտնես այդ թակարդի մեջ եւ չվերածվես, այսինքն նույն խոսույթի մեջ մնալով դառնում ես նույնը։ Բայց հետաքրքիր է, որ չի ստացվում, այսինքն մի կողմից ես պետք է պատասխանեմ մի բանի, որի դեմ իմ ռեսուրսները, իմ գործիքները շատ քիչ են, ամբողջ սոցցանցեր եւ այլն գործում են այդպես, իսկ ես մի հոգի իմ փորձով դժվարանում եմ բան առաջարկել, բայց ինչ որ ուզում եի, օրինակ Մարինե Պետրոսյանի մենք հավաքներին որ գնում էինք, ես առաջարկում եմ միասին խմբով գրողներ վեբ գրենք։ Պարզապես վեբ գրենք, Միսակ Խոստիկյանը ինչ որ բաներ դրել, պատմություններ պատմենք, այսինքն ցանկացած ստեղծագործող գիտի, որ որևէ գյուտ, որևէ ստեղծագործական բան այն պահին չի, որ դու միայն դրա մասին ես մտածում, այլ կարող է ծառի տակ նստած ես, խնձորն ընկնում է գլխիդ։ Միշտ չի, որ նույն թեմայի մեջ մտածելով, նույն թեմայից խոսելով դու կարող ես լուծում գտնել։ Երբ ուրիշ բաներից ես խոսում, երբեմն լուծումը լինում է, քան որ դու մեկը դրա մեջ ես, տոգորված ես դրանով։ Ես կպատկերացնեի այդպիսի վիճակ, որ ուրիշ գործ անելով, ուրիշ բան ես անում, ուրիշ բանից ես խոսում եւ հայտնվում է դա։ Տեսեք, ես ուզում եի այդ հարցը տալ մի քիչ ավելի ուշ, բայց քանի որ դուք դրան վերեցիք, միանգամից տամ այդ հարցը, ուրեմն վերջերս մի անգամ լսեցի, որ դուք ասացիք, որ այն այսպես կոչված անտիպոեզիան էլի նորից Մարինեի պիտակավորումը եթե վերցնենք, ժամանակին որ դուք գրել եք, որը ես կարծում եմ փայլուն էջերեն, ես նույնիսկ երբեմն թույլ եմ տալիս կատակով ասել, որ դա սեռականության հիման վրա նարեկացիական խոսք է։ Ահա ուրեմն այդ բաները կարծես թե դուք մի քիչ հեռացել եք դրանից եւ հիմա դա կարեւոր չեք համարում, որից հետո միառժամանակ կարծես թե ավելի քիչ էիք հայտնվում ասպարեզում, հետո նորից սկսեցիք բավական ակտիվ վերլուծություններ եւ ելույթներ ունենալ եւ ասացիք, որ դուք ասելիք ունեք
Դա է արդյոք որ դուք նկատի ունեք ասելով որ դուք ասել Չէ, ես ճիշտ ասած չեմ հիշում այդ հարցազրույցի կոնտեքստը, որ ինչ եմ ասում։ Ես խնդիր ունեի Մարինեի ձևակերպման հետ անտիպոեզիա ասելը եւ այդպես ֆիքսել էի որպես կոնկրետ ժամանակաշրջանում, կոնկրետ տեղանքում մի բան։ Ես միացել որ դա պարբերաբար եղել է, լինում է անտիպոեզիա տերմինը նույնիսկ կար, որտեղ Մարինեն այդպես ձևակերպում էր իբրև յուրահատուկ անվանում։ Ես ասում եմ դա եղել է եւ մշակութային բաներում այդ փուլերում կրկնվում են տարբեր նման բաներ ամեն անգամ թարմացման նպատակ ունի ամեն ժխտում մտնում է այդ նույն կարգի մեջ քիչ հետո ընկալվում է եւ մտնում է նույն կարգի մեջ ես պարզապես չեմ ուզում ինքս ձևակերպեմ այն ինչ անում եմ գրական առումով դա ուղեղի ուրիշ հատվածով է որ չեմ ուզում ստեղծագործական բանս դրան գնա որովհետեւ դա խանգարում է ստեղծագործելուն անգամ եթե ես ոդքասթ եմ անում կամ հարցազրույց եմ տալի դա իմ ուրիշ հատվածն է ստեղծագործական մասը լրիվ ուրիշ է եւ ես ուզում եմ ինքը իր ճիշտ ձևով աշխատի ուրեմն թե ինչ կգրեմ այդ չեմ կարող բնութագրել ձևակերպել դա ինչ կլինի եւ փոփոխություն գուցե նկատի եմ ունեցել նոր մոդեռնության անհրաժեշտություն, չգիտեմ։ Այո, գուցե նոր մոդեռնի անհրաժեշտություն։ Կոնտեքստը չեմ հիշում, բայց գուցե դա։ Չէ, դա բավական բարդ խնդիր է, երևի արդեն դա առանձին ուսակցության թեմա է, բայց ես ուզում եմ վերադառնալ ուրեմն այդ ինքնության խնդրին, երբ որ դուք ասում եք, որ ինքնությունը պետք է վերաիմաստավորվի եւ վերակառուցվի, այստեղ մի օրինակ եք բերել։ Այդ օրինակը բոլորս գիտենք, բայց շատ կարևոր օրինակ է, կարծում եմ իմաստ ունի քննարկել, որ այո, կա պատերազմի տրավմա, եւ այդ պատերազմի տրավման պետք է կարծես թե ինչ որ ձևով յուրացվի, սեփականացվի, չդառնա կենտրոնական, բայց ինչ որ ձևով պետք է նրա հետ մի գործ ունենաս։ Դե սա մեզ համար ծանոթ խնդիր է, որովհետեւ նույնը եղել է ժամանակին ցեղասպանության հետ կապված, Սրանտնել Մատեոսյան վկայական չի որ գրում էր, որ չի կարելի ցեղասպանության մասին լավ գործ գրել, որովհետեւ շատ մոտիկ է, այրում է եւ այլն։ Հիմա այստեղ հարց է առաջանում, ինչպես պետք է այդ պատերազմական ուրեմն տրավման դառնա հայոց ինքնության մաս։ Ես այստեղ ունեմ մի յուրահատուկ մոտեցում, մտածում եմ գուցե ոչ թե տրավման պետք է դառնա մեր ինքնության մասը, այլ այն հաղթահարելու կերպը։ Այսինքն ինչպես ենք մենք փորձում հաղթահարել այդ տրավմը։ Ու մեր կենտրոնը օրինակ երևի պետք է ալքները տնկած լինի, մի գիրք հրատարակեց, որը կոչվում էր 44 պարտություն։ Այո, եւ խնդիրը այն էր, որպեսզի մենք իսկապես արձանագրենք, որ այո, սա պարտություն է եղել, փորձենք հասկանալ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, փորձենք ինչ որ ձևով մեզ վերափոխել, վերաձևել, եւ ահա այդ ինչ որ մեկն էր այդ կերպերի, որ առաջարկել է։ Հիմա հազար մի ուրիշ կերպեր կան։ Բայց այստեղ այդ հարցը ինչ է կարծում իմաստ ունի այդ ձևով խնդիրը դնել, որ ոչ այնքան ուրեմն այդ տրավմայի յուրացումն է կերտում ինքնություն, այլ որքան այդ տրավմայի յուրացման ճիշտ ձևը գտնել։ Հետաքրքիր է ինձ ծանոթ են ֆեմինիստական բանավեճերից ոչ եվրոկենտրոն, ոչ եվրոպացի ֆեմինիստների քննադատությունները, որ իրենք կանանց ինքնության դեպքում խնդիր են ունենում եւ ինքնություն, որ ասում են տրավման ֆիքսում եք իբրև ինքնության մաս, երբ ինքը պատմական է, դուք ապա պատմականացնում եք, ապա սոցիալականացնում եք, այսինքն ֆիքսված բաներ եք անում եւ այդ իմաստով այո ֆիքսել հենց տրավման չեմ պատկերացնում, որ ճիշտ լինի, բայց խնդիրն է, որ հետազոտություններ մենք չունենք, մենք համր ենք, հայ ժողովուրդը համր է։ Այսինքն չի կարողացել իր պատմության ամենացեղասպանության դեռ 44-ային չեմ հասնում։ Դուք բերեցիք Հրանտ Մաթևոսյանի օրինակը, որ ասում էր հնարավոր չի գրել, Մարկ Նշանյանը դասախոսություն ուներ, որտեղ խոսում էր Հակոբ Օշականի մասին, որի փորձը նույնպես դատապարտվել անհաջողության, փորձել է գրել եւ այլն, եւ չի ստացվել։ Այսինքն այդ մենք համրության մեջ ենք, բայց ես չեմ ուզում վերագրեմ մեր կարողություններին, այլ ավելի շատ գուցե նրան, որ մեր բոլոր երգերը երգված են, պատմությունը չգրված եւ ոչինչ լսված չի։ Արցանագրման բան այդ պեչատը, որ դրվում է մեր դեպքում, մենք անընդհատ նայում ենք եւ այդ չի դրվում։ Եվ մահվան վկայականը սերտիֆիկատը չի տրվում մեզ, որ
ցեղասպանություն ա եղել եւ մենք տակը մնում ենք դրա, չենք կարողանում դուրս գալ, մի քիչ մեր մեղքը չի էլի։ Եվ եթե ուսումնասիրություններ այդքան չկան, ես ճիշտ ասած մի ուսումնասիրություն եմ կարդացել այդ ցեղասպանության տրավմաների մասին, որի հեղինակներից երկու հեղինակ էին Հար եւ Հրյա, որտեղ դետալներով այդ վարքագծային այդ ամբողջ ուսումնասիրության բանը ներկայացվում էր, բայց եթե չկա, ես ճիշտ չեմ համարում վերնագրից սկսելը, թե ոնց պետք է լինի, այլ փորձի միջոցով գնալ դեպի այդ հայտնաբերել։ Մենք այդ փորձը չունենք։ Ոմանք շատ ուզում են արագ պարտվել ենք վերջ։ Այդպես չի որ պարտության զգացում չունենք։ Ոմանք շատ արագ սկսենք հաջորդ քայլը։ Այտենց չի։ Պետք է ինչ-որ ժամանակ անցնի եւ մենք մեջը ապրելով գնանք տեսնենք ուր դուրս կանք։ Բայց այդ գնալը պետք է մտավոր կարողություններով լինի, անալիզով լինի։ Միշտեր մենք տենց շատ բան վիճակում ենք, այդ շատ ցավոտ կամ ապատիկ կամ ցաված վիճակում ենք եւ մյուս կողմից էլ չկան այդ հարթակները, որտեղ մտավոր բանի տուրևարի հնարավորություն աստեղծում։ Այսինքն մենք իսկապես այդ մասին լուրջ չենք խոսում, կամ քաղաքական օրակարգն արագ-արագ մի բան անենք, կամ դրամաշնորհային բաներն են, կամ չգիտեմ, այսինքն իսկապես այդ մասին խոսալը։ Ես օրինակներ եմ լսել հոգեբաններից, որ օրինակի մտքով չեր անցնի, որ այս պարտությունից հետո տենց դեպքեր կարող են լինել։ Երևակայությունը չի երիքում ինչ արել մեզ հետ։ Եթե մենք չգիտենք ինչ արել, ոնց լուծենք։ Ինձ համար կարևոր է գիտեք այդ ձեր արտահայտությունն է, որ մենք համրենք։ Ես բարբերաբար ասում եմ, աստորեն նույնիսկ մեր գրքերում, կենտրոնի գրքերում գրել ենք, որ մեր խնդիրը համրության հաղթահարումն է, բայց այդտեղ շատ ավելի պարզունակ միտք էինք մենք արտահայտում։ Մենք ասում ենք մենք համրենք, որովհետև մենք դիտավորյալ շատախոսում ենք, որ հանկարծ բովանդակության մասին չխոսենք։ Ինչ ասես ասում ենք, մեր համրությունը ծածկում ենք այդպես անընդհատ շատախոսությամբ։ Սա մի թեմա է։ Եվ դա իսկապես հենց ձեր ասած այդ հարթակների բացակայությունն է, որտեղ մարդիկ դուրս են գալիս անընդհատ խոսում, որպեսզի ոչինչ հանկարծ չասեն։ Բայց երկրորդ պահակը, որը ձեր ասած շատ ավելի կարևոր է, դա ավելի խորքային համրությունն է։ Այո, դա իսկապես հուշականի համրությունն է, բահրանտի համրությունն է, դա այն համրությունն է, որը ես ուզում եմ խոսել, բայց շատ բարդ է դրա մասին խոսել։ Այս սա է եւ այստեղ այնուամենայնիվ կերպը երևի գտնելու հարցն է։ Ես հիշում եմ մի 4-5 տարի առաջ ամերիկյան համալսարանում մի խումբ էր եկել, կոնֆերանս կար ցեղասպանությանը նվիրված Իսրայելից։ Այդ մարդիկ ֆանտաստիկ աշխատանք էին։ Այնպիսի բաների մեջ էին մտնում, այնպիսի մշակութային էլեմենտներ էին վերլուծում, որ ուղղակի մտածում էր ես որտեղ են իրենք գտնվում։ Իհարկե սա դժվար ճանապարհ է եւ այնուամենայնիվ ես մնում եմ իմ ենթադրությանը, որ այ ուրեմն ոչ միայն տրավմայի խնդիրն է, այլ տրավմայի հաղթահարման կերպը, այսինքն կարողանալը տրավմային մոտենալը եւ տրավման հաղթահարելը։ Դե գուցե հենց այդ յուրահատկություն բացահայտի։ Այո, յուրահատկությունը այստեղ պիտի երևի։ Մի հարց էլ ուզում եմ ձեզ տալ կապված նրա հետ, որ դուք այսպեսի մի բան ասացիք ձեր այդ ելույթում, որ հա, շատերը ասում են, որ մենք իբր անընդհատ այսպես մի քիչ պարծենկոտ ձևով մեր փառահեղ նախնիներին ենք հիշում, Վարդան Մամիկոնյան եւ այլն, իրականում այդպես չէ։ Իրականում շատ հաճախ մենք զբաղված ենք ինքնախարազանման։ Այսինքն մենք ասում ենք հայրս ես ենք, հայրս ենք, հայրս լավը չենք, ես չենք կարողանում եմ չենք։ Հավատան եմ, որ այդ ինքնախարազանման պահը կա, ես ինքս էլ այսպես լրիվ չեմ խուսափում այդ ինքնախարազանումից, բայց այստեղ ես կարծում եմ էլի երկու ձև կա այդ ինքնախարազանման։ Այնտեղ մի շատ հետաքրքիր բան ասացիք դուք, որ ահա այդ երբեմն դա անում են, որպեսզի ցույց տան, որ այ մեր ժողովուրդը այսպես արխայիկ է, հետամնաց է, քարտ է, ինչպես ասում եք, եւ հետեւաբար իրեն պետք է կրթել։ Ասա մի քիչ վտանգավոր տենդենս է, որովհետև դուք կարծես թե դիմում եք օտարին, ասում եք թե ինձ վճարեք, ես գնամ իմ ժողովրդին կրթեմ։ Եվ այդ կրթելը որպես կանոն լինում է շատ մակերեսային, շատ այսպես ոչ բնական եւ բացի պրոտեստից, բացի ուրեմն բողոքից ոչ մի բանի դա չի բերում։ Ընդհակառակը, դա ուրեմն մերժվում է։ Բայց կա նաեւ ուրիշ ձև։ Այո, այդ ինքնախարազանումը կարող է աշխատել այն դեպքում, եթե դա ոչ թե իմ կողմից իմ ժողովրդի խարազանումն է, այլ հենց իմ ինքնախարազանումն է։ Այսինքն ես ինքս եմ ինձ հարց տալիս այն մասին, թե ես ինչ եմ ես հետ կատարում։ Եվ այստեղ որ մենք փորձում ենք հասկանալ, ախր ինչպես եղավ, որ մենք այսպեսին ենք։ Ինչն է մեզ խանգարում այլ բան լինելու։ Ես օրինակ վերջերս Հրար Մաթեոսյանի մասին գրվող այդ իմ գրքում այնպեսի տխուր եզրակացությունների եմ եկել, որ մի քիչ նույնիսկ նեղվում եմ, երբ որ ես տեսնում եմ, թե մարդը ինչպես իր ամենասիրեցյալ հերոսներին նկարագրելով, վերջում գալիս է այն եզրակացության, որ սրանք բոլորը կամ եթե ոչ դատար, ապա առնվազն բարոյական առումով կասկածահարույց պերսոնաժներ են։
Գալիս է ինքնաշխատումը։ Աղունը վերջում պարվեց ով է աղունը նա է ով որ ասում է որ միակ էական ուրիշի հաշվին ապրել։ Հա, ես մարդը սա է հստակ է Սիմոնը ով է Սիմոնը նա է որ իր ուրեմն այդ ռեսանտիմանը, այդ ճնշվածությունը, իր ատելությունը ծածկում է, քողարկում է սիրոտակ իրականության մեջ բացի ատելությունից բան չկա։ Եվ նման բաներ, այսինքն դու տեսնում ես որ իսկապես մեր ժողովուրդը շատ ներքին խնդիրներ ունի։ Այդ խնդիրները չի կարելի ասել դե հո չես կարող անընդհատ ինքնախարազանման ստավել։ Պետք է եւ ուշադիր լինես, բայց որպես ինքնակնդատություն։ Չգիտեմ որքանով է դա ցես համակարգել։ Միայն հայերի դեպքում չի ասի այս փորձը ինքնախարազանման, ըստ երևույթին դա մի հատ արձագանքա գլոբալ լիբերալ նարատիվների տարածման գաղափարների երրորդ աշխարհ կոչվող երկրների հանդեպ, քան որ հետևում եմ պարսկական բաներին, շատ վերլուծական նյութերի, տեսնում եմ, որ այդտեղ նույն խնդիրը կա, բառացիորեն նույն բանը, այդ ինքնապատկերացումը եւ սեփական ազգի քննադատության բանը, ասենք նույն տեքստերը նույնն են, բառերը նույնն են, տանկ պրսնենքական, չգիտեմ, ոչ մի թիզական, բառացի։ Եվ ես հիշեցի, որ տարիներ առաջ Այովայի գրական մի ծրագրի էի մասնակցում, առաջին հայն էի դեպ այդ ծրագրին, 2009-ն էր կամ 10-ը, եւ այդտեղ ներկա էր մի մեր Բալտիկայից լիտվացի էր, թե լատվացի ռեժիսոր եւ գրողների բաներ։ Եվ ինքը իր ելույթում ասեց, եւ այդ ելույթը կա նաեւ համացանցում դրված է, որ իրեն պատվիրել էին կինո նկարել, դրամաշնոր էր ստացել արևմտյան երկրներից, վավերագրական ֆիլմ պետք է նկարեր, սցենարագրել, նկարել եւ այլն, եւ այնտեղ հատված ա եղել, որտեղ իրանց ինչ որ երկու պատմական անձի տղամարդիկ են, պատմական կերպարների չեմ հիշում ովքեր էին, արձանի տակ կողքը սկսել են հավաքվել միասեռականները, այսինքն խորհրդանշական օգտագործել են բնավ ոչ համասեռական մարդկանց կերպարները։ Եւ ինքը ասում այդ հատվածը նկարել էինք եւ այնտեղ դրամաշնոր տվողներն ասել են, չէ, սենց չպիտի լինի, դուք ոնց կարաք հավաքվեք այդ թեմաներով, դեր պիտի սովետեք, չէ, սովետանոր փլվե դուք պետք է ու ոչ բանավեճը չի հանգուցալուծվել, այսինքն ոչ մի կերպ չեն համաձայնել, որ իրանց երկրին ցույց տան, որ այնտեղ միասեռականները ազատություն ունեն որոշ եւ չեն հալածվում, եւ մարդը հետ էր տվել դրամաշնորհը, այսինքն հրաժարվել էր կեղծել իր երկրի իրավիճակի մասին մի բան եւ փողը հետ էր տվել։ Ես ինձ ծանոթ չի մի դեպք, երբ Հայաստանում մեկը դրամաշնորհից հրաժարված լինի։ Իսկականից, այսինքն հետաքրքիր է, եւ այդպիսի դեպքեր շատ կան, որևէ մեկը չի հրաժարվել դրանից։ Մենակ մի դեպք գիտեմ, որ ընդամենը նյութական առևտրի պահ էր եղել։ Ոչ մեկը չի ասել, ես տենց բան չեմ անի։ Ուրեմն խնդիրը այդ արտադրվող պատումները, ամբողջ այս մեր երրորդ ազգի աշխարհի մասին, որ մենք ինչ որ ավանդական պատկերացումներ ունենք եւ այլն։ Ինձ հետաքրքիր է Ֆրանսիայում Ժաննա Դարկը ո՞նց են անցնում դպրոցում։ Ո՞նց են անցնում։ Հատուկ հետաքրքրվել եմ ամիսներ առաջ մի բանավեճի մեջ։ Ժաննա Դարկը իրանց համար, այսինքն 16 տարեկան կույսը հելել է եւ փրկել է ամբողջ պատերազմը ղեկավարել է, ինչ որ ձայներ ա լսել եւ այլն։ Իրանք դպրոցումը տենց են անցնում, միայն բարձրագույն բաներում, այսինքն ավակ այդ 12 եւ այլում, իրանք մի քիչ պատմականած կարողանում են անալիզ անել, բայց մեր դեպքում բայ միֆերը մեզ կերան, Վարդան Մամիկոնյանի չգիտեմ ինչ եղավ, եւ այն մյուս կողմն էլ իսկապես ոչ միայն դրամաշնորհն էլ, ամեն տաքսիստ, մտեք խանութ, բան, այս հայերը, ամեն ինչ, ամեն սոցիալական, տարբեր խնդիրների բանը կապվում է հայերի հետ, աղթափեց, այս հայը ինչա աղբաթափում, այս հայը ինչա, հայ մտավորականների որոշ շերտ կա, մենակ այս աղբթափելու ու այս կարգի բաներով է ինքնահաստատվում։ Ուրեմն ինձ համար կտրական խնդրահարույց է, որ մտավորականներ, որ ուզում են միֆ քանդեն, իրանք միֆեր են ստեղծում, դա ասում եմ այդ լիբերալ պատումի ստեղծած միֆերն են, որ ստանդարտ գաղափարներով տարածվում են, ես այդ բացարձակ չեմ կարող ընդունել։ Դրանից հետո եթե կլինի առողջ ինքնակնդատական բան, որ անհնար չլինի, անհնար ուղղակի չլինի, շատ հնարավոր է որ արդյունավետ լինի, բայց մեծ ընդհանրացումները խնդրահարույց են, հայերը սենց, խնդրահարույց է, հա, տարբեր շերտեր կան, տարբեր բաներ կան, գումարած մենք ունենք ըսփյուր, կարծախցի, չգիտեմ, տարբեր երկրներ, ինչքան տարբեր ենք մենք, այն ինչ պիտի դառնար հարստություն, հիմա պիտի դառնա իրար քննադատելու, իրար ճիշտ ձև իրար առաջարկելու բան, այսինքն ազգային ինքնություն, որ կաղապարով, բաղադրատոմսով տալիս են, խառնեք այսքան, որ դառնանք ճիշտ հայ, ինձ համար այդ խնդրահարույց է։ Դե փաստորեն դուք այստեղ բան արեցիք, իմ վերջին հարցը կանխեցիք, որովհետև վերջին հարցը հենված էր ձեր այն մտքի վրա, որ
ազգային ինքնությունը պետք է նկատի ունենա հայերի սփռվածությունը, սփռայնացումը, հիբրիդային ինքնությունը, այդ բոլոր բաները դուք ասեցիք, այստեղ ես փաստորեն չեմ կարող որևէ բան կասկածի տակ դնել եւ շնորհակալություն եմ բանի համար, որ դուք անընդհատ բերում եք այդ վերացական գաղափարներից ավելի դեպի կոնկրետիկան հասկանալու համար, թե մեր շուրջը ինչ է կատարում։ Երևի մենք եթե մեր ինքնությունը պիտի հասկանանք, նախ եւ առաջ այդ կոնկրետության մեջ պիտի հասկանանք։ Շնորհակալություն ձեր մասնակցության համար։ Ես էլ եմ շնորհակալ։